որովհետև եւս մի քննարկում ունեմ։ Խնդրեմ։ Ամիսներ առաջ այն անձիկ, ովքեր զենքեր էին ունեցել պարգևատրված, հրավիրել էին, մարդիկ գնացել էին, գումար էին վճարել, քննություն էին հանձնել, իսկ հիմա նոր նախագիծ եք բերել, ասում եք պարգևատրված զենքերը մինչև հուլիսի 1-ը, եթե միգիցը սխալ եմ ասում, պետք է բերեք հանձնել։ Ինչու՞։ Մարդկանց ինչու եք այս իրավիճակում, ու շատերն ասում են մենք հրաժարվում ենք, այսինքն սրանց ամիսներ առաջ կանչում են սա են ասում, ու ըստ էության նախագիծը արդեն գրեթե մեծ մասը դեմ է քննարկել։ Նախ նախագծի մասով առնվազն եթե նայենք նախագծի հիմնավորումները, պիտի նկատենք, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքով, թե նաև անօրինական տրված զենքով, եւ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, այսպես ձևակերպեմ, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս, որովհետև մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք որ օրինական զենքերով են կատարվում, սա առաջին։ Երկրորդը այն մասով, որ մենք ինչպես պայմանավորվել ենք զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում նշել էինք, որ շարունակելու ենք մոնիտորինգի ենթարկել օրենքը եւ հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների հետ կապված ինչպիսի փոփոխությունների տեղ որպես այդպեսին ունենք եւ արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ, նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել, որովհետև թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա երկակի մոտեցումներ եւ թե նաեւ անցումային կարգավորումների մասով, որոնք այդ ձեր նշած իրավիճակով քաղաքացիներին թույլատրել են, թեև պարգևատրական զենքի հիմնական կանոններին նրանք չեն համապատասխանել, բայց անցումային կարգավորումների ուժով թույլ է տրվել որոշակի էլի երկակի մոտեցման կիրառում։ Եվ ըստ այդմ մենք մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալու իրավիճակը եւ ըստ այդմ այս երկակի մոտեցումները եւ պետության համար անկանխատեսելի, մոտեցումները հանգուցալուծել եւ առաջարկել որոշակի լուծումներ։ Եվ ինչ ենք մեր քննարկումների արդյունքում պարզել, որ թե օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների դեպքում եւ թե նաեւ նույնիսկ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում մենք չունենք հստակ ստանդարտներ։ Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է այս տեսանկյունից եւ նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտում եւ ըստ այդմ չափանիշները նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անձին կկարողանա շարունակել ունենալ այդ զենքերից։ Եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա բնականաբար ենթակա կլինի կամավոր հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Ոստիկանությունը հերթական օպերացիաներ իրականացրել Երևանում, պատգամավորի քննադատներին էին բերման ենթարկել եւ 2 ժամ հետո բացվում են։ Նախ ես ուզում եմ հասկանալ, ինչ մեխանիզմով է դա իրականացվում, ինչ որ ահազանգ է ստացվում, որովհետեւ երբ որ բերման է ենթարկում եւ բացվում է, որ դա այդպես չէ, նույնը նաեւ Գյումրու քաղաքապետի տեխնացու վարչնախորհրդի բարակայով է եղել։ Այսինքն այստեղ արդեն հասկացվում որ կա կոնկրետ քաղաքական ինչ որ մեսիջ ուղղված, ոչ թե իրավապահ որովհետեւ եթե դուք օպերատիվ տվյալներին սխալ եք տիրապետում, դուք նկատություն եք անձնապես դուք այդ համակարգը, հետեւաբար ստացվում է, որ իրականացվում է մասկի շոու։ Ես ավելացնում եմ, վստահաբար կավելացնեք, ամեն անգամ նույն մարդկանց բռնում եք, օպերատիվ տեղեկություն ունենալով իբր ապօրինի զենք կա, տանում եք, տեսնում եք ապօրինի զենք չկա, բացեք տոնում։ Հիմա կամ օրենքի բացում եք, որ չգիտեք ոնց Խաչատուր Սուքիասյանները եղեք, Արթուր Վանեցյանը ուղեկցող մեքենա արդեն 5-րդ անգամ նույն զենքով տանում եք։ Կամ ձեր օպերատիվ բլոկը լավ չի աշխատում ձեզ խարազեկություն, կամ ուղղակի շոու եք, ինչպես գործընկեր ես ասել։ Ինչ եք անում։ Նախ դուք ձեր մոտեցումներով նաև այսպես ասեմ, հերքեցիկ փայլակի մոտեցումը, որ կա որոշակի քաղաքական նաև հետապնդում որոշ անձանց նկատմամբ, որովհետև ոստիկանության համար, եթե կա օպերատիվ տվյալ զենք զինամթերքի առկայության կամ թմրամիջոցի օգտագործման կամ ցանկացած այլ իրավախախտման մասով չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն տվյալը կարող է լինել ռեալ,
Բայց տվյալը կարող է լինել նաև վերջնարդյունքում ոչ հավաստի, բայց այդ տվյալը, ամեն անգամ այդպես չի լինում։ Ու քանի անգամ եք ապօրինի զենք որնել, օրինակ Խաչատ ու Սուքյասյան կամ Արթուր Բանեցյանն ուղեկցող մեքենաներում։ Մի դեպք ասենք, որ ապօրինի է։ Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում կարող է դա հաստատվել, մյուս անձի դեպքում կարող է դա չհաստատվել, բայց այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա ուղղակի անընդունելի մոտեցում է։ Այդ գործը ով է, մի հատ ասեք իմանանք էլի։ Այսքանը այս հարցի Հիմա ես օպերատիվ տվյալ ունեմ, Դատարանման ինստիտուտի բանը չէ։ օպերատիվ տվյալների մասով հարգելի Վահե, դրանք ամբողջը գաղտնի փաստաթղթավորման տրամաբանության մեջ։ Ես օպերատիվ տվյալ ունեմ, որ ձեզ ուղեկցող մեքենայի մեջ ապօրինի զենք կա, հենց հիմա որ դուք կասեք, ձեր դիմակավորված տղեկան ասֆալտին բռնած Ինձ ուղեկցող մեքենայի մեջ այո, կա զենք, բայց դրանք օրինական են, որովհետև պետական պահպանության ծառայություն։ Տարեք ստուգ եք։ Շնորհակալություն։ Ես տվյալում որ ապօրինի է։ Խնդրեմ։